7 տարեկան Նարեին ու 13 տարեկան Նարինեին հագած կեսների գույնով են փորձում գտնել փրկարարները։ Վերջին անգամ քույրերից մեկը սպիտակ էր հագել, մյուսը կարմիր։ Էպիկենտրոնի նկարահանման պահին ջրի մեջ կարմիր կտոր էր ֆիքսել դրոնը, հույսի նշույլ։ Դրա հետքերով եւս գնում են փրկարարները, բայց կարմիր կտորը կարող է նաեւ խաբուսիկ լինել։ Փամբակ գետը բավականին աղտոտված է։ Վանաձորից մինչև Ալավերդի տարբեր խմբերով ոստիկանները, փրկարարները, կարմիր խաչն ու կամավորները փնտրում են անհետացած քույրերին։ Նախկինում եղել է դեպք, երբ Վանաձորից գետն ընկած դին Ալավերդիում են հայտնաբերել, պատմում են տեղացիները։ Էլի երեխա անգել, հղիկին էլ անգել, մարդ էլ անգել, մեկին էլ Ալավերդ ենք, թե սա առաջի դեպքը չի։ Այն վերջի շենքի բանի ավտոէլեկտրիկ անունի չափ բանը աղբոր տղուն դասից բերելոց 5-րդ դպրոցից երեխեն ընկնումա ջուրը ինքն էլ հետևից թռչումա երեխուն կշնտարմա հետևից հասնում երեխու կյանքը զորով փրկումա սա առաջի դեպքը չի։ Մնացական Կլեկչյանը ծնված օրվանից ապրում է Վանաձորում։ Իր երեխայի դասընկերն է կորած 13-ամյա աղջիկը։ Լոռեցի տղամարդը վաղուց է պայքարում, որ չարաբաստիկ խողովակը, որից ըստ լուրերի ընկել է սկզբից փոքր քույրը, հետո մեծը, ապա մոնտաժեն գետի վրայից։ Խողովակից 150 մետր վերև կամուրջ կա, բայց մարդիկ հաճախ կարճ ճանապարհն են նախընտրում։ Սուտի լուր են տարածել մթամկալեզած հատարու բայաբը տոկա գնամ մինը խմելու ջուրակամ սուտ աթենց բան չկա այն մեր առաջվա թաղապետը Վարշամը Մկրչյան օղորմացիկայ մա ստորագրա հավաքել կազմակերպինք որ էս տրուբ են հանին ձգձգվեց վերջը մասին տեխնիկա չունենք ու էլի մնաց սրան մի տարբերակ ոչ մի լուծում չկա գլուխս մեկ տանի էս տրուբ են պետք է հանվի ռադալիստյան վсё Մահացու խողովակը դեռ խորհրդային տարիներին է տեղակայվել այստեղ։ Պետք է լիներ ժամանակավոր, բայց շարունակում է մնալ ու մարդկային կորուստների պատճառ դառնալ։ Շինացումն անում էին նայ մի ֆունդամենտ հիմք ընդեղ ասյուների, մեկը ստեղա։ Վարպետները գետի վրով կարա չէին լոդկա չունեն գնան գան, էս տրուբ են դրամարեն քսել։ Վրովը կիսլարոդի բալոնի տանեմ, սվարկի ապարատին տանեմ, գնեմ գալի շինացունին անեմ, որ էս կամուրջը սարքեն, պրսեն էս տրուբ են հանեն։ Երկրաշարժն էլա, պատերազմը սկսվեց։ Այս մարդիկ այդ մատերիալը ստիվերացած թողին գնացին Հայաստանից։ Խելոք շնորհքով աշխատող ընտանիք են, աղքատ վարձով բնակվող, մոր ու կորած քույրերի մասին պատմում է մնացականը։ Աղքատ ընտանիք են, վարձով ապրող, Ղարաբաղում տուն-տեղ ունեցվածքը կորցրին, ստեղել երեխեք կորցրին, երկրորդ հարված այդ ընտանիքին։ Հարևանն ու 13-ամյա Նարինեի դասարանցին եւս դրական են արտահայտվում ընտանիքի մասին։ Համարյա ամեն օր գալիս էին, իրանց ճանապարհներ օրան էին գնում եւ կարճ ճանապարհ դրա համար էս տրուբայի վրով եկան։ Շատ խելոք շնորհքով երեխեք են, իր մաման էլ շատ շնորհքով կինա։ Երեխաների մայրն ընտանիքը 4 աղջիկներին եւ 1 տղային պահում է առանց ամուսնու, մեծ դժվարությամբ։ Ամուսնալուծվել են։ Սարգիսին հանդիպեցինք որոնողական աշխատանքների ընթացքում, ասաց արդիկից է եկել, այնտեղ է բնակվում։ Կնոջս չեմ տեսել, իսմեն չի կարելի, վիճակը ծանր է։ Օրինական մարմինը զանգին ասացին տեսակո դու որտեղ ես, ես աշխատանքի վայրից Շամյան գյուղից աշխատանք էի կարել պոլտնեսական դաշտեր։ Եկել եմ տուն, զանգ եմ ստացել, որ երեխեքը չկան։ Հետո նորին զանգել եմ կնոջս հավաքսի համարին, որ ինձ երբեք չի պատասխանել համարը։ Երեխես է վերցրել, պա երեխեքը չկա, մեծ աղջիկս։ Սոր խաբար կարծրանակ ինձ զանգեք, ու ես Էլ ոչ մի բան չեմ սպասել, եկել եմ ստեղ, իմացել եմ, որ ես տրուբի վրա դեպք է կատարվել ստեղ անցումից երեխաներն ընկել են ցած։ Կինը ոչ միայն ամուսնու, այլև լրատվամիջոցների հետ շփվելու սիրտ չունի։ Բակում նստած են նրա քույրերի ամուսինները, տուն չեն թողնում մտնել։ Ասում են, մոր վիճակը լավ չէ, մյուս 3 երեխաներն էլ տանը չեն, բարեկամների մոտ են տարել։ Շտապ օգնությունն է հաճախ գալիս այստեղ։ Հարևաններն անընդհատ խոսում են այն մասին, որ նման դեպքերն այս տարածքում չափազանց հաճախ են պատահում։ Վտանգավոր խողովակն իսկական թակարդ է, ասում են։ Այս առաջի դեպքը չէ, ինչքան մարդանց, ինչքան դեպքեր ալին ուստեղ, քանի երեխա է խեղդվել։ Դե փող չեն տալել, հանձային տրանսպորտ չեն ստում։ Ոտոց գնում են գալի։ Գնում են առես ուրանում գալի։ Մեջը դա տարկա, ոչ մի բան չկա։ Այստեղ պետք է որ կռանը գցեն, բրսացնեն, այս բետոնից հանեն։
Շատ կուզենային, որ վարար ու աղբով լցված փամբակն այս անգամ հրաշք գործեր։ Այս գետի վարարությանը նայ աղջիկ ջան։ Այս իսկի մեծ բարթնի 150 կիլանոց փրկվել չի, բայց քոր երեխեր որոնի գետե քշելու ատամի։ Ալլա Դավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։